Բարի երեկո Լիլիթ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ դրանք բավականին ակտիվ էին ուշած։ Սկսենք առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցից։ Արցախի կորստից հետո առաջին անգամ նա գալիս է Հայաստան, որն է նրա մեսիջը, ինչ նա փոխանցեց, որովհետեւ նա այնպես էր խոսում, կարծես որևէ բան չի եղել, կարծես որևէ մեղավորություն չունեն Արցախի կորստի մասով եւ այլն, որն էր Լավրովի մեսիջը եւ ինչպես է գնահատում նրա այցը, խնդրեմ։ Դե մեսիջը նորից մոսկովյան հարթակներին վերադառնալն է։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը ակտիվորեն ցանկանում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծումը տեղափոխել մոսկովյան հարթակ, այսպես միջնորդ լինելու նպատակով արևմտյան հարթակներից, որովհետև նկատում ենք ամերիկան էլ է շատ ակտիվ, լսեցինք Ռուբիոյի խոսքը Սենատում։ Մյուս կողմից նոյեմբերի 9-րդ կետը ինչով է կարևոր, մենք բազմիցս ասել ենք տարածաշրջանային կապուղիների բացումը, բայց Ռուսաստանի վերահսկողության ներքո, որպեսզի իրենք դուրս չմնան Չինաստանից եւ Հնդկաստանից դեպի Եվրոպա գնացող ճանապարհներից, այսքանը եւ մեսիջ ուղարկել աշխարհին, որ Հայաստանը մեզ հետ է, որովհետեւ շատ հաճախ խոսում են Հայաստանը լքել է, ԵՏՄ-ն դուրս է գալիս, հապկից դուրս է գալիս, ցույց տալ, որ այդպեսի որևէ խնդիր մենք չունենք։ Իդեպ սա քար է ընդդիմությանը խորհրդարանական, որովհետեւ նրանք անդադ մեզ վախեցնում էին ուկրաինացման սցենարով, որը Լավրովը հերքեց, եւ երկրորդը, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները ծայրահեղ վատ է։ Լավրովի խոսքերից ստացվում է, որ որևէ խնդիր իհարկե կա, բայց մենք հղում ենք արում Լավրովին չունենք։ Իսկ ինչպես կգնահատեք, երբ նա ասաց, որ Ռուսաստանը դեռ մի բան էլ օգնել է ձեզ, Ռուսաստանը երբեք ձեզ չի լքել, եւ այն ժամանակ երբ խոսում էին հապկը դեռ չի ճանաչում մեր սահմանները, եւ այսպես շարունակ, այսինքն Լավրովը ինչ էր ուզում ասել, որ դուք եք մեղավոր ձեր ձախողումների մեջ։ Լավրովը դե ոչ էր ասի մենք ենք մեղավոր, մենք ձեզ հանձնել ենք։ Բայց իրեն հստակ հարց հնչեցվեց Արցախի մասով, նա ասաց, որ մեր մասով դուք որևէ պահանջ չպետք է ներկայացնեք, նույնիսկ մունատ եկավ այսպես ասած ժողովրդական լեզվով։ Գիտեք, պարոն Դուգինին եմ ես միշտ մեջ բերում, որը ոչ թե պրոպագանդիստ է ուղղակի, նա Վլադիմիր Պուտինի ամենամտերիմ իդեոլոգներից է, հիշում եք, նրա աղջկա թաղմաններ Պուտինը մասնակցեց։ Նա բառացիորեն այսօր գրել է իր էջում, որ Ադրբեջանը պետք է շնորհակալ լինի, հիմա էլ Ադրբեջանին են վախեցնում Ռուսաստանին, առանց Ռուսաստանի Արցախում հաղթանակ չէր լինի եւ գրել էր, որ վտանգավոր է, միտքը դա էր, որ Ադրբեջանը խաղեր է տալիս Արևմուտքի հետ։ Այսինքն պարոն Լավրովը շատ բան կարող է կեղծել։ Նա Կոսովոյի նախադեպը տարավ Ղրիմին, որ ընդհանրապես Ղրիմի հետ առնչություն չունի, հիմա չնստենք 1244 բանաձևը վերլուծենք էթնիկ զտման, որը լիովին տեղավորվում է Ղարաբաղում տեղի ունեցած վերաբերյալ, ինչը իրենք անվանում էին հակաղաբեկչական գործողություն։ Օրինակ չհնչեց հարց, ինչու եք մեղադրում, որ Հայաստանը Լաչինի միջանցքով զենք է տեղափոխում։ Դուք մեր դաշնակիցն եք, մանավանդ այդպիսի բան չկար։ Լավրովը այնքան է արդեն սովորել իր դերին, որ արդեն ուզում ես հավատալ, որ նա անկեղծ է մեզ հետ խոսում։ Ինչ վերաբերում է զենքին, եկեք նշենք, որ 90-ականների նույն զենքով կռվում էր Ադրբեջանը, նույնիսկ առավել, որովհետև Սովետական միությունը ամբողջ զինանոցը թողել էր Ադրբեջանում։ Երկրորդը, առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը Բորիս Ելցինն էր, որը գոնե հստակ դիրքորոշում ուներ, որ Հարավային Կովկասում իրենց դաշնակիցը Հայաստանն է։ 2008 թվականից հետո հատկապես Մյունխենյան ելույթից հետո Վլադիմիր Պուտինը սկսեց կրկնակի զինել Ադրբեջանին հարձակվողական զենքով, ինչը իդեպ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները չէին անում, որովհետև հասկանում էին, որ դա նոր պատերազմի առիթ կարող է հանդիսանալ։ Եվ հիմա էլ ասած այն է, որ ձեզ էլ ենք զինել, իրանց էլ ենք զինել, հետո կարող է էլի ձեզ զինենք։ Ղարաբաղի հարցը, ինչպես պարոն Դուգինն է ասում, այստեղ մանրադրամ է ընդհանրապես երկու ժողովուրդներին բախել։ Այսինքն Դուգինը խոսում է Պուտինի շուրթերով։ Իհարկե, դե հերքում չի եղել երբևիցե Դուգինն էլ ամբողջովին ռուսական առաջատար հեռուստաալիքներում է, նա պատահական մարդ չի։ Անդրադառնանք այս այցին կրկին, այնտեղ երբ Արադ Միրզյանի հետ հանդիպեց, նաև հարց հնչեց, որ հապկի մասով ԵՄ-ի մասով Միրզյանը նշեց, որ դեռ հայտ չեն ներկայացրել ԵՄ-ին։ Էկոնոմիկայի նախարարը շատ լայն ժպիտով Գևորգ Պապյանը նշեց, որ ԵԱՏՄ-ից չեն պատրաստվում դուրս գալ։ Ինչ է կատարվում։ Դե հիմա էլ ասում են Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովը լինելու է Երևանում։ Նիկոլ Փաշինյանը սպասում է կրկնվեմ, բայց այդպես է, տեսնի միջազգային ասպարեզում ինչպեսին կլինի Ռուսաստանի իրավիճակը, Ռուսաստանը հակահարձակման է պատրաստվում համառային, խոսենք երևի նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ բոլորը սպասման մեջ են ատվում Ալիևը։ Նիկոլ Փաշինյանը սպասում է, եթե Ռուսաստանի դիրքերը կթուլանան Ուկրաինայում, այսինքն նաև հարավային Կովկասում, որտեղ սա կապված է նաև դիրքերի հետ հարավային Կովկասում ռուսական, նա կասի ես գնում եմ Եվրամիություն, հիշում եք, որ ասաց ես հենց վաղը ցանկանում եմ։ Իսկ եթե Ուկրաինայում Ռուսաստանը հասնի իր նպատակներին, ուրեմն կասեն մենք ԵՏՄ-ից չենք պատրաստվում դուրս գալ։
Ալիևից խոսեցինք, հատկանշական շաբաթվա ընթացքում եւս մեկ հայտարարություն հնչեց այդ բռնապետի շուրթերից, Հունգարիայում նա նշեց, որ իրենք հաղթել են եւ այլն, այդ ամեն ինչը արդեն վաղուց խոսված ծեծված թեմաներ է, բայց նա նշեց, որ Հայաստանը վաղ թե ուշ կկատարի იმ ցանկությունները, սահմանադրությունի փոփոխություն, նույնիսկ խմբի լուծարում եւ նույնիսկ ավելացրեց, որ Արմենիան-Ադրբեջան այդուհանդերձ կա եւ իր փախստականները պետք է գան։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Նախ Դուգինը հերքել է, որ դա իր հաղթանակն է, դե գումարած Էրդողանն է միշտ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հաղթանակը չեն կարողանում վերջը պարզել ով է հաղթել։ Ինչ վերաբերում է Արևմտյան-Ադրբեջանի հարցին, ես ինքս նշել եմ, որ Հայաստանի սխալն է թողնել, ասելով, որ դե ոչինչ, հիմա բանը ասում է, Ալիևը դրանով բավականին վտանգավոր ժամանակ է ձգում, մի կողմ այս բանը դա կարող է իրագործել, թե ոչ, նա ժամանակ է շահում, միջազգային հանրությանն ասում է, իդե Պուտինի տակտիկային է նման, տեսեք, անհաղթահարելի է խոչընդոտներ կան, որ ես ստորագրեմ խաղաղության պայմանագիր եւ ասես դա օրակարգում է այդ հարցը բանակցությունների, չասեց ես ուղղակի այդպես եմ կարծում։ Ես միշտ քննադատել եմ Հայաստանի իշխանություններին, որ Արցախի հարցը լծակ է, ինչքան է տեղ հնչի, նույնիսկ եթե մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի հետ, բայց ժողովրդի վերադարձի իրավունքը իդեպ առաջատար երկրներում կամ բանաձևեր, ի տարբերություն արևմտյան հորինված ադրբեջանցիների, երկրորդը Սումգայիթի, Բաքվի, որոնք տասնյակ հազարներով ավելի շատ են, քան իբրև թե արևմտյան Ադրբեջանի, որի եզրույթը Ֆրանսիայի դեսպանը այստեղ նույնիսկ ձեռք արավ շատ ներողություն։ Այսինքն Հայաստանի դիվանագիտությունը սխալ է մտածել, որ լռությունը խաղաղության է տանում։ Ոչ, Ալիևը նախ միջազգային ասպարեզում ստանում է ժամանակ, երկրորդը բոլորս էլ հասկանում ենք, եթե նա հնարավորություն ունենա, հենց վաղն էլ կհարցակվի։ Մենք պիտի ակտիվ դիվանագիտություն առաջ տանենք եւ հակառակը Ալիևին ցույց տանք, որ եթե շարունակես այս խոսույթը, կակտիվանա Արցախի, Բաքվի եւ Սումգայիթի հարցերը։ Շաբաթվա ընթացքում եւս կարևոր այց տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ հարևան երկիր Իրանի պաշտպանության նախարարները այստեղ հանդիպեցին, խոսեցին եւ միաժամանակ հնչեցվեց, որ կարմիր գիծը շարունակում ունենալ իրենց համար հարևանների սահմանների խախտումը։ Բայց նույն միաժամանակ այդ ընթացքում զուգահեռ իրականության մեջ օկուպացված Արցախում, հայկական Արցախում տեղի էր ունենում իրանական եւ ադրբեջանական զորավարժություններ։ Այս մասով ինչ կմեկնաբանեք։ Տեսեք, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ինքը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, ոչ մի այլ երկիր չի պատրաստվում մեզ համար, իբրև թե լավ Արցախի համար իր հարաբերությունները վատացնել Ադրբեջանի հետ։ Իսկ թե ինչի Հայաստանը ճանաչեց, դա այլ հարց է։ Դրա մասին մենք խոսել ենք Խովայևի այցը, Փաշինյանը, որ համաձայն էր, հետաձգել կարգավիճակը եղավ հարձակում, գնաց Պրահա, դրա մասին նորից չխոսեմ։ Այսինքն Իրանը եթե տեսնում է, որ Հայաստանը այդպիսի քաղաքականություն է տանում, ինքը չի պիտի վատացնի հարաբերությունները Արցախի հետ կապված, բայց կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչու, որովհետև դա բխում է Իրանի շահերից, դա միայն Հայաստանի համար չեն իրենք ասում, իրենք հասկանում են, որ կարող է կապը կտրվի հայ-իրանական, դրանից հետո արտաքին աշխարհի իրենք խնդիրներ կունենան, ԵՏՄ շուկա, Եվրամիության շուկա, եթե սանկցիաները հանեն իրանց վրայից, եւ գիտեն, որ այդ տարածքում բազմաթիվ ադրբեջանցիներ ապրում միլիոնավոր, եւ Ադրբեջանը դա կարող է օգտագործել Իրանում ներքաղաքական լարում ապահովելու նպատակով Թուրքիայի հետ։ Դրա համար Իրանի համար այո, դա կարմիր գիծ է։ Վերջերս նաև հնչեց Մարկո Ռուբիոյի շուրթերից մի հայտարարություն, որը բավականին ուշագրավ էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռ շարունակում են մնալ լարված եւ նույնիսկ վտանգավորության էսկալացիայի աստիճանի հասնելու խնդիր կա։ Ինչ էր ուզում Մարկո Ռուբիոն սրանով մեսիջ եղել։ Շատ հետաքրքիր է, որ դա տեղի ունեցավ զուգահեռ Լավրովի ամբողջը զուգահեռ իրականության մեջ են դիտարկում։ Փաստորեն այն միտքը, որ Պուտինը եւ Տրամպը կիսել են աշխարհը եւ հարավային Կովկասը նվիրել են Պուտինին, այդպես չի, եւ սրանով ցույց տվեց Մարկո Ռուբիոն, որ Ամերիկան ակտիվորեն մասնակցում է բանակցություններին։ Նույնիսկ ասեց, որ դա շատ կարեւոր է, այնպես էր անում, որ Ադրբեջանը չհարցակվի Հայաստանի վրա, այդ կետը շատ ուշադիր էր, շատ կարեւոր էր, այսինքն արևմուտքում հասկանում են, որ ագրեսորը Ադրբեջանն է, սա մեսիջ էր Ադրբեջանին։ Մյուս կողմից սրանով զգուշացնում են մեզ, որ միայն իրենց զսպող ուժի միջոցով է, որ Ադրբեջանը այսօր չի հարձակվել։ Իդեպ Ալո Սիմոնյանն էլ դա ասաց, հիշում եք ջերմուկի դեպքի հետ կապված, որ արևմուտքը ջանքեր գործադրեց եւ կանգնեցրեց Ադրբեջանի հարձակումը։ Բայց մենք մեր հույսը չպետք է դնենք միայն արևմուտքի վրա, ակտիվորեն խոսել ենք, զինվենք, մեր ձեռքերը արտադրենք, գումարած անենք դիվանագիտական կարևոր աշխատանք։ Դիվանագիտական աշխատանքից խոսեցիք, մի հաշված օրեր եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն է այցելում, բավականին հատկանշական եւ կարևոր այց է։ Այսպիսի այցերը եւ ոչ միայն նա, այլ նաեւ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս արտաքին գործերի նախարարությունից եւ այլն եւ այլն։ Կիպրոսից բարձրաստիճան պաշտոնյաներ կային, ինչով է պայմանավորված բոլորը միաժամանակ կարծես գալիս են Հայաստան։
Տեսեք, քանի որ արդեն ԱՄՆ Ռուսաստան արևմուտք ներողություն Ռուսաստան հարաբերությունները գնալով սրվում են եւ այսօր ես տեսա Կայակալասը Սերբիայի ղեկավարին կոչ արեց վերջապես որոշել իրենք ու կողմն են լինելու։ Սա Հայաստանի նման երկրների համար շատ վտանգավոր է, ինչու, որովհետեւ մեր ժամանակը սպառվում է, ես դրա մասին խոսել եմ, ասել դե մենք կարող ենք մայիսին գնալ Մոսկվա, հետո գալ Եվրոպա։ Իհարկե ես նշել եմ, որ գնալը ինչ որ առումով ճիշտ է, որովհետեւ մենք ունենք լուրջ վտանգներ Ռուսաստանից, հանձինս Ադրբեջանի, բայց ցավալիորեն ժամանակը սպառվում է եւ մեզ կարող են այս խորացող աշխարհաքաղաքական ուրեմն ճեղքի պայմաններում արդեն որոշում կայացնելու մեսիջ հողել, որ վերջապես որոշեք ուր եք գնում Եվրամիություն, ԵՏՄ, ՀԱՊԿ, արևմտյան երկրների հետ հարաբերություններ եւ առանցքը որ նայում ենք Ֆրանսիա, Հունաստան, Հնդկաստան, սրանք այն երկրներն են, որոնք ցանկանում են տարածաշրջանում հակակշռել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այսինքն մենք պիտի այն երկրների հետ խորացնենք մեր հարաբերությունները, որոնք կցանկանան այստեղ Թուրքիային զսպել, Ադրբեջանին, ինչպես նաև Ռուսաստանին։ Ռուսաստանը հիմա ուղղակի Ուկրաինայում բարդ իրավիճակում է, սպասում է ամռանը, որպեսզի անցնի հակահարձակման, տեսնենք դա ինչպես տեղի կունենա, բայց այս երկու երկրներին մենք հաստատ կարող ենք այս եռյակի միջոցով զսպել։ Հիմա մենք որտեղ ենք գնում եւ քաղաքականությամբ, ինչպես նախկինում Սերժ Սարգսյանն էր փորձում անել, եւ Ռուսաստանի Դաշնություն եւ ԵՄ որտեղ ենք մենք եւ ինչ պետք է անենք։ Վերջապես, այո, ինչպես դուք նշեցիք, ժամանակը սպառվում է։ Սերժ Սարգսյանը մի օրում փոխեց իր քաղաքականությունը, ես չէի ասի, որ դա եւ էր, այսինքն ստիպեցին եւ փոխեց եւ մնաց միայն Ռուսաստանի կամ ԵՏՄ հարթակը։ Հուսով եմ Նիկոլ Փաշինյանը։ Մենք այդ դառը փորձը ունենք, կարծես։ Հուսով եմ, այո, այդ դառը փորձը եւս մեկ անգամ չենք ունենա, հատկապես որ Սերժ Սարգսյանի ժամանակ այսպիսի իրավիճակ չէր աշխարհում եւ դա մեզ համար շատ վատ հետևանքներ չունեցավ։ Իսկ հիմա օրինակ Եվրամիությունը կարող է ասել այլևս չենք աջակցում ձեզ, ոչ ֆինանսապես, ոչ զենքեր ենք թողնում վաճառեն, իսկ սա մեզ համար շատ բարդ կլինի, հատկապես որ Ռուսաստանը ըստ էության կասեցրել է մեզ զենքի վաճառքը, ի տարբերություն Ադրբեջանի պանցիրներ է վաճառում, այսինքն Հայաստանը, այո, դիվանագիտական առումով պիտի բոլորի հետ դիվերսիֆիկացիա ապահովի, բայց ներքին աշխատանքը այնպես պիտի անի, որ որքան հնարավոր է ոչ թե խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, հյուպատոսություն բացի, տնտեսությունը ավելի խորանա, այո, այլ արագ քայլերով, բայց զգույշ, միաժամանակ դա պետք է փորձել անել, հեռանալ Ռուսաստանից, որովհետև այս անկախատեսելի իրավիճակում մենք չգիտենք վաղը ինչ կլինի։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։